Սահմանային, կարծես մտածում եմ եղել։ Բնն է հաղորդագրություն տարածել։ Ասում են, որ երեք ասում են, որ Ով էր Ադրբեջանը ասում։ հաստատրանք է։ Ով էր ասում, ես չեմ, ով է։ Պաշտպանության նախարար։ Երեք են հաղորդագրություն տարածել։ Որ առաջ էլի Ադրբեջանը անդադ մեղադրում է հայկական գրագործների, միաժամանակ նորից Բաքվից առաջ էլ քաշում էլի սահմանադրությունը փոխելու, որ դա տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այս համատեքստում, այս իրավիճակում դուք ինչ սպասելիքներ ունեք։ Ես սպասելիք ունեմ, ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը շատ ամուր նյարդեր ունի եւ չի տրվի ադրբեջանական սադրանքներին, որովհետեւ այդ կրակոցները նաեւ նպատակ են հետապնդում խաթարել հանրային անդորը մեր հասարակության մեջ եւ ես հույս ունեմ որ նաեւ դուք չեք նպաստի հանրային անդորի խաթարմանը խոճապ տարածելով օրինակ նրանով որ մեր սիրելի ազատություն ռադիոկայանը գնում է եւ ասում է օй գյուղը դատարկվում է օրինակի համար հետո դպրոցից երեխաներին տանում են եւ նման խոճապային լուրեր այնինչ հետո ճշտվում է եւ պարզվում է որ մեկ երեխայի լրիվ իր անձնական ինչ-որ ընտանեկան պայմաններից ելնելով այլ դպրոց են այդպիսի դուք վստահ եք որ եղել է նման նյութ մեզ մոտ երեխաներին հանում են մասսայաբար դպրոցից տանում են նման այն մարդը ում հետ այո նույնիսկ եմ ասում բայց եթե այսինքն դուք ամեն ինչ բնակիչների ինչ խոսում են տարբեր տեղերում տարբեր բնակիչները տարբեր բաներ են խոսում ասենք ազատություն ռադիոկայանի մասին էլ տարբեր բնակիչներ տարբեր բաներ կարող է ասեն դա պետք է ես ասեմ չեմ թիրախավորում կոնկրետ մարդիկ բան են ասել, ես ուզում հասկանամ։ Այսինքն բնակիչ ասելով դուք արժանահավատությունը դա չէ ճշտում, բնակիչը որ ասեց երկրը, մի դեպք եթե բնակիչը ասեց երկիրը տափակ է, ազատություն ռադիոկայանը պիտի ռեպորտաժ անի, ասի ըստ մի բնակչի երկրագունդը տափակ է։ Այո, ճշտել ՊՆ-ից եւ ձեզնից եւ մնացած բաներից չեն հարցնում։ Դպրոցը լքելու մասին եմ ասում։ Դպրոցը մասսայաբար լքելու եւ այլի նորությունը, հետո պարզվեց որ մեկ երեխա ընտանեկան ինչ պատճառներով չեմ մանրամասներ չգիտեմ, ուղղակի այլ դպրոց է տեղափոխվել, ոչ թե շո մասսայաբար դպրոցից դուրս են գալիս երեխաները։ Չէ՞ դա խորհուրդը նա է բնակիչ։ Որ նախ փաստերը ճշտեք։ Դա պետք է նախասահմանել։ Եվ նույնիսկ փաստերը ճշտելուց դուք բացառում եք որ Չէ, խորհուրդ եմ տալիս մարդկանց բերանը բացել իմաստալից կերպով։ Դուք բացառում եք որ գյուղը կարող է եւ լքեն, դպրոցից կարող է եւ հանեն։ Դուք բացառում եք նման երևույթ։ Չէ, բայց եթե նման երևույթ կա, պետքա դա լինի, պետքա Դուք բացառում եք որ սահմանազատումից հետո։ Ձեր հարցը կոռեկտ հարց չի։ Ես հարց եմ տալիս, որտեղ։ Ձեր հարցը կոռեկտ չի, որովհետեւ ձեր հարցից դուք ակնկալում եք երկու հնարավոր պատասխան։ Այո, բացառում եմ։ Ոչ չեմ բացառում, երկու դեպքում էլ, չբացառելով հարցերին, ընդհանրապես, եթե ասենք դուք բացառում եք, որ վաղը աշխարհի վերջն է, ես էլի դա չեմ կարող բացառել, բայց դա չի նշանակում, որ ես կանխատեսում եմ, որ վաղը կլինի աշխարհի վերջ, այնինչ ձեր վերնագրում դա կհայտնվեր, որ Եղոյանը չբացառեց, որ վաղը աշխարհի վերջն է։ Հիմա բնակիչները, որ անհանգստացած Բացառում եք, որ լինի մենք դուրս կգանք գյուղերից նման բան չլուսաբանվի, չտրվի եթե։ Նայած ով է ասում, այդ ասում բնակիչը ամեն մեկը իր տեղը թող ամեն մեկը թող իր տեղը խոսա Ժորժ ջան ամեն մեկը թող իր տեղը խոսա ոչ ինքը խոսացել է գյուղի տեղը հպարտ քաղաքացի չի բան Եղոյան քաղաքացի թող ինքը իր տեղը խոսի ասի ես ունեմ այս պլանները ինչա ինքը խոսում ամբողջ գյուղի անունից ու հետո պարզվում է որ տեղեկությունը հա դե մենք Դուք եք միշտ ասում ժողովուրդը որովհետև մենք ունենք դրա իրավունքը եթե չգիտեք ժողովրդավարական 600,000 ընտրողի, բայց ամբողջ ժողովուրդը 600,000-ը չի։ Ընտրողների մեծամասնությունը ընտրողների Ժորժ ջան, երբ որ տեղի են ունենում ընտրություններ, ես զարմանում հետո էլ ասում եք ինչ կրթվել է նորաձև է, կրթված վերջացած են բոլորը։ Ուրեմն կրթությունը ինքը թողեք Ես իմ ամբողջ կյանքում Չէ, ես հիմա կասեմ ինչ եմ ձեզ այդ խորհուրդը տալիս, եթե չլքեք, ինչպես ազատություն ռադիոկայանի լրագրողը լքեց։